Ավտոդրայվը մեկնում է Սյունիք։ Մենք ճանապարհվում ենք դեպի Կապան։ Կապան հասնելու երկու միջոց կա, կամ ավտոմեքենաներով, կամ ինքնաթիռով։ Մենք ընտրել ենք ավտոմեքենաները։ Եվ դրա համար մեքենաները պետք է լիցքավորել որակյալ վառելիքով։ Այս հարցում իհարկե մեզ օգնության է գալիս Maxoil ընկերությունը, որը հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր է զբաղեցնում որակյալ ու բարձրակարգ վառելիքի ներկրման բնագավառում։ Եթե երբևէ օգտվել եք այս բենզալցակայանների ծառայություններից, կարծում եմ կհաստատեք իմ խոսքերը։ Բոլորն են սիրում ճամփորդել, հատկապես երբ կարող ես կտրվել քաղաքի թոհուբոյից։ Իսկ եթե այդպես է, ի՞նչն է խանգարում ավտոդրայվի նկարահանող խմբին կազմակերպել այսպիսի մի ճամփորդություն, մանավանդ որ առիթը կա։ Իսկ թե ինչ առիթի մասին է խոսքը, քիչ անց կիմանաք։ Շատ գեղեցիկ տեսարաններ են բացվում մեր նկարահանող խմբի առջև։ Ընդհանրապես Հայաստանում չկա մի անկյուն, որը չունենա իր հմայքը։ Ճանապարհը տանում է դեպի Նորավանք։ Նորավանքը վաղուց դարձել է զբոսաշրջության կենտրոն։ Այստեղ մենք միշտ հանդիպում ենք տուրիստական խմբերի ու անհատ զբոսաշրջիկների։ Նորավանքը գտնվում է Արենի համայնքի Ամաղու գյուղի մոտակայքում, մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա։ Կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Վանական համալիրի մեջ մտնում է Սուրբ Աստվածածին կամ Բուրթելաշեն դամբարան եկեղեցին, Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին և Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը նաև Ստեփանոս Օրբելյանի դամբարանն է։ Այստեղ կան նաև միջնադարյան բազմաթիվ այլ կառույցների, մատուռների մնացորդներ, գավիթ և վանատուն։ Նորավանքը միջնադարում դարձել էր կրոնական և գիտակրթական կենտրոն և ունի շատ հարուստ պատմություն, բայց դա մեր հաղորդման ընթացքում չենք կարող ներկայացնել։ Միայն նշեմ, որ մեր նկարահանող խմբի անդամները կատարեցին մոմավառության արարողություն։ Մեր խումբը կրկին ճանապարհ է ընկնում։ Մինչ կհասնենք մեր ճամփորդության հաջորդ կետը՝ Տաթևեր ճոպանուղի, որով էլ կհասնենք Տաթևի վանական համալիր, շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, որը արդեն երկար տարիներ մեր հաղորդաշարի գործընկերների շարքում գրավում է առանձնահատուկ տեղ։ Ներկայացնում է Բարդալ ապրանքանիշի բարձրակարգ յուղերը։ Նորտուն խանութների ցանցը մեր պաշտոնական գործընկերն է։ Քեշուա Արմենիան ներկայացնում է արշավային աքսեսուարներ, հանդերձանք և արշավի համար նախատեսված ամեն ինչ։ Արզնիկաթը արտադրում է բարձրորակ կաթնամթերք։ GH Stone-ը ներկայացնում է դեկորատիվ և երեսպատման քարերի լայն տեսականի։ Եվ վերջապես Maxoil ընկերության բենզալցակայաններում դուք կստանաք բարձրակարգ ծառայություններ և բարձրորակ վառելիք ցանկացած ավտոմեքենայի համար։ Multigroup կոնցեռնի մասին հիշատակելը տեղին է, քանի որ հենց կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որ մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Շնորհակալություն մեծ աջակցության համար։
ավելորդ է նշել, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի համար։ Այնպես որ պետք է հաճախ այցելել Սյունիք, որպեսզի այն թռիչքային զարգացում ապրի։ Տաթևեր ճոպանուղուց բացվող հիասքանչ տեսարանները վայելելուց հետո մենք արդեն գտնվում ենք Տաթև վանական համալիրում։ Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի Տաթև գյուղի մոտակայքում։ Առաջին եկեղեցին կառուցվել է դեռ 4-րդ դարում, որտեղ եւ ճգնել են սակավաթիվ ճգնավորներ։ 8-րդ դարում այստեղ են բերվել Քրիստոսին ու առաքյալներին վերաբերող մի շարք մասունքներ, որոնք շատ մեծ կարևորություն են տալիս Տաթևի վանքին։ Վաղ միջնադարում եղել է կրոնական մշակութային, ապա նաև կրթական ու գիտական կենտրոն։ Տաթևի վանքի հետ են կապվում մի շարք ավանդություններ։ Դրանցից մեկը վերաբերում է Լենգ Թեմուրին, ըստ որի Լենգ Թեմուրը ցանկացել է գոմեշների միջոցով տեղահան անել Տաթևի հանրահայտ սյունը, սակայն շղթաները կտրվել են եւ գոմեշները ընկել են ձորը։ Ժամանակն է շարունակել ճանապարհը արդեն դեպի Կապան։ Իսկ մինչ կհասնենք գեղատեսիլ Կապան, ինչ է տեղի ունենում, երբ տեսախցիկը պատահաբար հայտնվում է երեխայի ձեռքում։ Մենք արդեն հայտնվել ենք Կապանում, իսկ այստեղ նախատեսված է մեծ միջոցառում, որի գլխավոր իրադարձությունը Կապան Race 2025 Jeep Trophy Sprint մրցարշավն է։ Սա բացառիկ իրադարձություն է Կապանի կյանքում։ Դա է պատճառը, որ մեծ հնչեղություն է ստացել։ Մանավանդ, որ կազմակերպչական աշխատանքները գլխավորել է բոլորիս կողմից շատ սիրված մրցարշավորդ Շտուրման Սմիթ Հակոբյանը։ Հենց նա է այս ամենի գլխավոր մեղավորը։ Մենք գտնվում ենք Կապանի կենտրոնում, համայնքապետարանին հարակից հրապարակում։ Այստեղ են հավաքվել Հայաստանի ու հարևան երկրների լավագույն ջիփերները։ Այստեղ են նաև մեր հին բարեկամները Վրաստանից եւ Իրանից։ Տեսնում եք այս ամենագնացները։ Դրանք հատուկ պատրաստություն են անցել այս մրցարշավին մասնակցելու համար։ Դրանց արտաքին տեսքն ու տեխնիկական պարամետրերը տպավորում են։ Իսկ դրանց անվանումները։ Իհարկե, այս մեքենաներին հատուկ անուն տալն արդարացված է, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը մի լեգենդար պատմություն ունի։ Հատուկ հյուրերի շարքում այստեղ է նաև Սերգեյ Սաֆարյանը։ Եթե դիտում եք մեր հաղորդումները, կարծում եմ նրան արդեն լավ եք ճանաչում։ Նա այստեղ է ցուցադրելու իր վերջին ձեռքբերումները, որոնց արդյունքում մի հրաշալի դրիֆտային բոլիդ է ստացվել։ Այսօր գտնվում ենք Ղափան քաղաքում, նոր բրենդավորված նոր մեքենայով, համալրված անվտանգության կարկասով, ինչը որ ամենակարևորն է այս մեքենայի պարագայում։ Այսօր լինելու է փոքրիկ դրիֆտ շոու, այստեղ օֆրոդի միջոցառում էր հետաքրքիր, ուզեցանք Ղափանի ժողովրդին ցույց տանք մենակ օֆրոդը չէ, որ բացի օֆրոդից ավտոսպորտում էլի լիքը սիրուն ու դիտարժան սպորտաձևեր կան, որոնցից մեկը ու ամենասիրունն ու ամենադիտարժանը դրիֆտն է, ու ինձ թվում է այստեղ արդեն լիքը դրիֆտի նոր սիրահարներ, ինչու՞ չէ նոր պիլոտներ կձևավորվեն, էլի, այս ամեն ինչից հետո։ Այսպիսի մեքենաները ցուցադրության կամ մրցարշավի վայր տեղափոխում են հատուկ թրեյլերների միջոցով։ Իդեպ Սերգեյի BMW-ն Կապան հասցնելու եւ Երևան վերադարձնելու ծախսերը հոգացել են Սմիթ Հակոբյանն ու Ավտոսան ընկերության հիմնադիր նախագահ Դավիթ Պողոսյանը։ Դավիթը իր վրա է վերցրել նաեւ դրիֆտի եւ բռնաութի ժամանակ առաջացած ծախսերը։ Թողը կծի հանգ, բրատ, ես օտածող չեմ։ Թույլ թող, հանգ։
Իրականում եկել եմ համ Սերգոյին բալետ անելու, համ էլ մի քիչ կա օֆրոդի հետ կապված սերը, բայց բուն նպատակը ոնց որ եկել եմ Սերգոյին բալետ անելու։ Օֆրոդը ավելի ուժեղ է ու ավելի շատ ադրենալին է, դրիֆտի հետ չես կարող համատեղեցնել, ոնց որ չի ստացվում։ Ճիշտ ասած, այս անգամ առաջի օրն ենք քշելու Սերգեյի ավտոն։ Հələ որ մենք էլ չգիտենք, այս ոնց որ փորձնական բերել ենք դրիֆտ շոու անելու։ Մեքենան հավաքվելուց հետո ոչ մի անգամ չենք փորձել։ Որ առաջի անգամ, երկրորդ անգամ բերել ենք փորձելու, հուսով ենք լավ կլինի։ Մեքենան պատրաստել է հրաչը, բայց ընդհանուր ընկերների ջանքերի շնորհիվ մեքենան ոնց որ հավաքվել է, դառել է դրիֆտի մեքենա։ Բրիֆինգ։ Հենց բրիֆինգի ընթացքում են ներկայացվում մրցարշավի հիմնական եւ անվտանգության կանոնները։ Կապան Race 2025-ի կազմակերպվածությունը բավական բարձր է։ Դրա մասին նշում են հենց մասնակիցները։ Արտակարգ, իդեալական, շատ լավ կազմակերպված է, շատ կլասիկ ձևով, շատ նորմալ, լավ է, ճիշտ կազմակերպված։ Ես գիտեմ մի հարց էլ կտաս Մփոջան, ճանապարհը ոնց է, իդեալական։ Իսկական օֆրոդի ճանապարհ։ Հրաշք։ Նա վիժիվանիա ապեջան, մրցում ելնելու արտակարգ։ Ապեր արի այս կոմից էլի, այս ֆեյսս լավ է չի, ստիս նկար, այս քիտս ծոռը։ Եկել ենք հատուկ մասնակցում ենք, աջակցում ենք բոլորին։ Այսօրվա մրցումը շատ գեղեցիկ է կազմակերպված, շատ լավ, այն որ ասում սպասելիքներ ունենք, տրասը տեսել եմ շատ լավն է։ Այսքան մարդ չէի պատկերացնում, որ կլինի, երևի մի 40 ավտո, 45 կլինեն։ Այդքան ավտոներ մասնակցելու են այսօր։ Միջոցառումը կազմակերպել է Կապանի համայնքապետարանի առջև կենտրոնական հրապարակում, մրցման տեղ չունեինք։ Բավականին երկար փնտրտուքից հետո գտանք այդ տեղը։ Ու մի շարք խնդիրներ էլի։ Նորմալ է ամեն ինչ։ Մեքենան ձեռք ենք բերել Արմենից, Արմենը հիմա մասնակցում է։ Մենք 9-րդն ենք, ինքն էլ 10-րդն է քշում։ Միասին քշում ենք իրար դեմ։ Այսինքն Արմենը քշում է իր ավտոյի դեմ։ Մեծ քարերով, փոսերը խոր։ Ես կասեմ ոչ թե C դասա, Z դասա։ Z դասա էլի, ավելի բարձր դասա։ Սենց ոչ միտեղ չի եղել, ոչ Ռուսաստան, ոչ Վրաստանում, ոչ միտեղ այդքան տեղ քշում ենք։ Սենց դաս, այս ձևի դժվարություններ չի եղել։ Շատ հաճելի կլինի։ Տեսնում եմ դժվարություններ։ Ու առիթից օգնել շնորհակալություն մեր քաղաքապետին, Անձինս իրան, որ հովանավորել է, այս կազմակերպությունը սարքել է, էլի։ Մեքենան նոր չի, մեքենան շուտ բանից է մեր մոտ գտնվում, բայց առաջ անգամ է մրցույթներին ելույթ ունենալու։ Հույսով ենք, որ խնդիրներ չի ունենա։ Կոնկրետ չեմ կարող ոչ մի բան խոստամ, բայց հույսով ենք, որ կհաղթենք։ Հուսամ լավ արդյունքներ ենք ունենալու։ Եկել ենք մասնակցելու, որ հաղթենք։ Հավասար մեքենաներն հաղթի ուժեղագույնը։ Մրցարշավի մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն դրամ, որը տրամադրվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի եւ Կապանի համայնքապետարանի կողմից։ Բացի այդ, բոլոր դասերում մրցանակային տեղ զբաղեցրած անձնակազմերը կստանան նաև այլ մրցանակներ։ Անհամեմատ ավելի մասշտաբային, ավելի գեղեցիկ կազմակերպված, բնականաբար ի շնորհիվ մեր հովանավորների եւ մեր աջակիցների կամ Կապանի համայնքապետարանին շատ շնորհակալ ենք հայտնում, շատ բարձր մակարդակով օգնեցին, որ շատ սիրուն ամեն ինչ կազմակերպենք։ Տրասայի հետ կապված։ Կտեսնեք։ Որ Կապան Race 2025-ը կազմակերպված է բարձր մակարդակով եւ մեծ հետաքրքրություն է առաջացրել, ցույց է տալիս հանդիսատեսի քանակը։ Իդեպ, 100-ից ավելի հանդիսատես հատուկ ժամանել է Գորիսից ու Մեղրիից։ Բայց դեռ մի շատ կարևոր գործ էլ կա, մինչ առավոտյան կսկսվի մրցարշավը։
Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, Բարդալ ապրանքանիշով, պաշտոնական գործընկեր Նորտուն խանութների ցանց։ Հաղորդման հովանավորներն են Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, GH Stone ընկերություն, Maxoil ընկերություն։ Առանձնահատուկ շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Այսօրվա համար այսքանը։ Կարծում եմ արդեն հասկացաք, որ մեր առաջիկա մի քանի հաղորդումները նվիրված են Կապան Race 2025 մրցարշավին։ Մինչ հանդիպում։